Կյանքը ուժը արդեն ապացուցեց այսքան տարի Ռուսաստանը, որ ձեզի խապեց, դա բավականություն չի, հարկավոր է դեպի ցիվիլիզացիա գնալ դեպի Եվրոպա։ Իսկ դուք գնում եք էլի դեպի Ասիա, գնում եք հետամնաց Ռուսաստան։ Չեմ կարող պատասխանեմ։ Я не знаю, это их не дела. Ռուսաստան, Ինչու։ որովհետև շուտվանից Ռուսաստանի հետ կապերը շատ ա եղել, լավ ա եղել կոմունիստների վաղտով։ Ինձ թվում է, որ այստեղ ղեկավարությունն է մեղավոր, ռուսները մեղավոր չեն։ Չեզոքություն։ Ռուսաստանը կապած է ինչ արևմուտքի մասին է խոսքը։ Ռուսաստան, իհարկե Ռուսաստան։ Ռուսաստան միանշանակ։ Ինչու ոչ արևմուտք։ Այնի շատ է հերու։ Դեղի չեն գա հասնստե։ Հայաստանը հիմա ինչ կողմնորոշում պետք է ունենա, Ռուսաստան, արևմուտք թե չեզոքություն։ Ես քաղաքագետ չեմ։ Գիտեք ինչ, երկու կողմն էլ մեզ պետք են, այսինքն ինչ առումով։ Եվ մեզ պետք է Ռուսաստան, որտեղ առանց Ռուսաստան մենք չենք կարող ապրել։ Ասենք, որտեղ ամբողջ туриզմի 50%-ը ռուսների գասեր այստեղ ապրում են։ Մենք լավ կապեր ունենք Ռուսաստանի հետ եւ ցանկալի չի կորցնել։ Եվ այստեղ Եվրոպան էլ է մեզ պետք, որպեսզի մենք կարողանանք մեր տնտեսությունը զարգացնենք Հայաստանից դուրս։ Եվ երրորդ պահը ամենակարևորը նա է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը համապատասխան օրենքներ նախատեսեն, ծրագիր նախատեսեն, միություն ստեղծեն, ազատ դաշտ, որպեսզի կարողանանք մենք ունենանք, ասենք, ազիական պետությունների հետ եւ ունենանք կապեր Հայաստանից Պարսկաստան, Պակիստան, Հնդկաստան գնացող ճանապարհը եւ Ռուսաստանի ճանապարհը, որ մենք չենք կարող կորցնել, եւ երրորդը, որ մենք կարողանանք Թուրքիայից գնանք Եվրոպա։ Դա մեզ շատ կարեւոր է տնտեսական զարգացման համար, բայց դրա համար պետք է ղեկավարություն, որը սրտացավ մոտենում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ժողովրդի համար։ Դա ամենակարևորագույն հարցն է, եթե մենք կարողանանք այդ առումով իմ ասած առաջարկությունները, որ դա շատ փայլուն առաջարկություն է, որպեսզի մենք կարողանանք մեր ժողովրդին հնարավորություն տանք, կարողանանք զարգացնենք փոքր, միջին գործարաններին, մարդկանց, որոնք կարողան կներեք, եթե առումով մի քիչ շեղում եմ ձեր հարցից, բայց դա շատ ճիշտ կլիներ, որպեսզի գործարարները, արտադրամասները կարողանան իրենց բիզնեսը զարգացնեն։ Դա մեր կարևորագույն հարցն է։ Մի շարք պետությունների հետ մենք պետք է ունենանք պայմանագիր, միություն, որպեսզի մենք կարողանանք, ասենք, ազատ ծրագրեր նախատեսենք։ Պետությունը ինքը պիտի գնումներ իրականացնի, տնտեսական զարգացման ծրագրեր լինեն, որպեսզի մենք կարողանանք ազատ քայլեր տալ։ Գործարարները չեն կարող, կներեք, էլի ներողություն եմ խնդրում, գործարարները չեն կարող իրենց բիզնեսը զարգացնել, որովհետև թանկ է նստում մարդկանց վրա եւ չեն կարողանում այդ մարդիկ առաջ գնալ։ Իսկ դա ամենակարևորագույն հարցն է։ Դրա համար մենք չպետք է կորցնենք եւ Եվրոպան, եւ ազիական պետությունների կապված կապերը, եւ Ռուսաստանի հետ։ Չեզոքություն էլի։ Դե Ռուսաստանը մեզ պաշտպանում է, չի պաշտպանում, չէ՞։ Ամենամատ իր կարծիքը ունի։ Ես հին մարդ եմ, ռուսամետ եմ։ Իհարկե արևմուտք։ Ինչու։ Դե ավելի քաղաքակիրթ են, ավելի մեզ մոտիկ են։ Կնախընտրեմ արևմուտք, Եվրոպա։ Արևմուտք իմ կարծիքով։ Որտեղ այնտեղ ազատականություն կա։ Երևի չեզոքություն։ Դա ավելի հարմար է։ Ռուսաստանը իր լավ կողմ ու վատ կողմերը ունի, նույնն է Եվրոպան։ Անց որ չեմ կարող ասել որ մեկը։ Չեզոքնել մենակ շատ փոքր է, չեզոք չեք կարող ապրել։ Եվրոպան երբ օգնի, որ հիմա օգնի, այդ հալյուցինացիայի մեջ են, այդ պատրանքների մեջ են։ Եվրոպան հա լավ տեղ է, Եվրոպայում այդ լինելը, բայց կապերը խզել, ոչնչացնելու գնալ Եվրոպա, հույս ունենալ Եվրոպան քեզ բանի տեղ դնելու է, вообще, բանի տեղ